Նոյեմբերի 10-ին Արամայիս Գրիգորյանը օծվեց Արարատի մարզի ֆեոդալի պաշտոնում։ Ընտրություններից անմիջապես հետո Արամայիս Գրիգորյանը հավաքել էր իր ակտիվին և բոլորին շնորհավորում էր այսպես կոչված հաղթանակի կապակցությամբ։ Ուշադրություն դարձրեք այս կադրերին, որտեղ գլխավոր հերոսը ոչ թե հաղթող թեկնածու Հայկ Հայկյանն է, ով պասիվ դիտորդի կարգավիճակում ողջունում է նոր ֆեոդալին, այլ այս հավաքի հերոսը հենց Արամայիս Գրիգորյանն է։ Ամենակարևորը մենք ապացուցեցինք, որ մենք ուժեղ ենք և միշտ ուժեղ ենք լինելու։ Հանրապետության նախագահի անունից այսօր խոսեցի, բոլորին շնորհավորում եմ և նախագահն էլ խոստացավ, մենք և ուրախությունը պայմանավորվեմ երևի շաբաթվա ընթացքում կամ մի 10 օրվա ընթացքում ամենաշատը մենք ամբողջ Արարատով պետք է հավաքվենք, շատ մեծ կեֆ ենք անել ու նշել ենք։ Այո։ Իրականում շատ բարդ ընտրություն էր։ Թիմը հաղթեց սա, ամբողջ հանրապետականը, հանրապետության նախագահի գլխավորությամբ։ Ես շնորհակալ եմ թիմին, մենակ մենք ոչինչ չենք կարող անել, այս ընկերները, որոնք կանգնած են, բոլորի օգնությամբ մենք կարողացանք հաղթել։ Եթե օտարերկրյա մի դիտորդ լիներ, ապա նրան կթվար, թե այս ընտրություններում հաղթել է հենց Արամայիս Գրիգորյանը, քանի որ նրա շուրջ էր հավաքված տեղի ՀՀԿ-ի ակտիվը։ Այս հավաքի ուրախության կադրերը ամբողջովին բացահայտում են իրական պրոցեսի հերոսին։ Արամայիս Գրիգորյանը գործող նախագահի անունից շնորհավորում է իր թիմին, իսկ այսպես կոչված հաղթող Հայկ Հայկյանը պասիվ դիտորդի կարգավիճակով հետևում է այս պրոցեսին։ Սա յուրօրինակ վիդեոխոստովանություն է, թե ինչպիսի համակարգ է այսօր ձևավորվում Հայաստանում, որը կարելի է բնորոշել մեկ բառով՝ ռազմաֆեոդալական համակարգ, որտեղ երկրի գլխավոր ֆեոդալը նշանակում է իր տեղական փոքր ֆեոդալներին, իսկ վերջիններս էլ գյուղերում և քաղաքներում նշանակում են իրենց պոլիփեդերին։ Իսկ որպեսզի այս ռազմաֆեոդալական համակարգը 21-րդ դարին համահունչ լինի, գլխավոր ֆեոդալը ձևավորում է իր գեբելսյան քարոզչամեքենան, որը բաղկացած է երկու մասից։ Առաջինը իրեն պաշտոնապես գովերգող լրատվամիջոցներն են, ովքեր աշխատում են պարզունակ սովետական ագիտպրոբի միջոցով, իսկ երկրորդը առավել նենգ և անբարոյական մեթոդներով լրատվական կիլեռությամբ են զբաղված բոլոր նրանց դեմ, ովքեր պոտենցիալ վտանգ կարող են ներկայացնել սույն ֆեոդալական համակարգի ձևավորմանը։ Այս երկրորդ դասին են պատկանում առաջին էեմները, լրագիր էեմները և այլ էեմները, ովքեր արտաքուստ իրենց դիրքավորել են դեմոկրատիայի ու լիբերալ արժեքների կողմնակից, մինչդեռ իրենց գլխավոր առաքելությունը ներկայիս ռեժիմի բոլոր պոտենցիալ հակառակորդների դեմ կիլեռություն անելն է։ Ահա սա է ներկայիս գործող ռեժիմի իրական բովանդակությունը, և մինչև որ ամբողջովին չգիտակցվի այս ռեժիմի ողջ վտանգները պետության համար, երկրում որևէ լուրջ փոփոխություն տեղի ունենալ չի կարող, քանի որ ցավոք ընտրություն հասկացությունը ներկայիս ռեժիմի համար կատարյալ ֆարս է դարձել։ Որքան շատ մարդ է հեռանում երկրից, այդքան մեծանում է ներկայիս ռեժիմի հնարավորությունները վերարտադրվելու, ուռճացնելով այսպես կոչված ընտրողների ցուցակը ինչքան ուզես։ Պարզ է նաև, որ այս ֆեոդալական ռեժիմի և իրեն սպասարկող գեբելսյան քարոզչամեքենայի դեմ միայն հասարակ և ավանդական մեթոդներով պայքարելը դառնում է անարդյունավետ։ Այս մարդիկ իրենք են ընտրել այսօրվա իրենց կարգավիճակը և ինչն էլ անխուսափելիորեն ծնելու է պայքարի նոր մեթոդներ, որը ադեկվատ կլինի ներկայիս իրավիճակին և հնարավոր կլինի փոխելու ներկայիս գործող համակարգը, և եթե մենք չփոխենք այսօր, ապա դա վաղը կփոխեն ադրբեջանական տանկերը, և պատմության առջև ոչ մի զորի բալայան չի կարողանալու բարոյական հիմնավորում գտնել մեղադրելու համար մեր արտաքին թշնամիներին, քանի որ ներկայիս Հայաստանի ներկայիս գլխավոր թշնամին ոչ թե դրսում է, այլ հենց ներսում, և որի դեմ պետք է սկսել տոտալ դասակարգային պայքար, և որի գործիքակազմում պետք է ներառել հաղթանակի հասնելու բոլոր մեթոդները։ Իրականությունը սա է։